պարոն Շվապենբերգ, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները մշտապես Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն են եղել եւ զարգացող ուղղություններից մեկը։ Դրան զուգահեռ Եվրոպայի հայկական սփյուռքը ձևավորել է Եվրոպական միության, համաեվրոպական կառույցների, այդ թվում նաեւ անդամ երկրների հետ ըստ տեղական համայնքների փոխհարաբերությունների հետաքրքիր շրջանակ տարբեր առաջնահերթություններով, որոնց քիչ թե շատ հաջողությամբ լինում է հասնել, եւ մենք օրինակ վերջերս շատ ենք խոսում Եվրոպական խորհրդարանի բավական օբյեկտիվ քաղաքական վարքի հետ կապված Ղարաբաղյան հիմնախնդիրը, տարբեր քաղաքական իրադարձություններ, որոնք նույնպես մեզ համար բարենպաստ էին։ Բայց սրան զուգահեռ նաև զարգանում է, այսպես ասած, Հայաստան-Եվրոպական միություն որոշակի հարաբերությունները ցավոք սրտի այլ նարատիվների շրջանակում հաճախ եւ մայիսի 4-ին Երևանում նախատեսվում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Այստեղ կարծում ենք, որ Եվրոպայի հայկական սփյուռքը կարող է որոշակի ասելիքներ։ Եվ երբ որ մենք վերջի տարիներին հատկապես շատ ենք խոսում Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում Եվրոպական կառույցների հետ հարաբերությունների մասին, գոնե խոսույթի մակարդակով կարծես թե որոշակիորեն բաց է առաջանում ցեղասպանության, միջազգային ճանաչման ցեղասպանության առնչվող հարցերով եվրոպական շփումների տեսանկյունից։ Ձեր մոտեցումները այս հարցով հայկական սփյուռքը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շրջանակում, հայկական սփյուռք-եվրոպական կառույցներ հարաբերությունների շրջանակում եւ մայիսի 4-ի հանդիպման ընդառաջ ինչ ասելիք եւ փոխանցելիք ունի։ Նախ շնորհակալություն այս կարևոր ժողովին մաս կազմելու։ Սփյուռքը պատմական վիճակ մնե եւ իրականություն մնե, որում պատճառն է խզումը, անարդարությունը, եթե բարին իմաստով ասենք 15-ի ցեղասպանությունը։ Եվ այդ պատճառով սփյուռքը իր էությամբ քաղաքական է։ Անշուշտ սփյուռքը ունի հայոց կամ հայկական սփյուռքը շատ ավելի երկար եւ պատմություն եւ ժառանգ կրնանք 1600 տարվա ասենք այդ պատմության մասին խոսել պիտի չանդրադառնամ այդ մանրամասնությամբ, բայց այդ խզումի պատճառով ցեղասպանության պատճառով մենք քաղաքական իրականություն մնալ ենք եւ համաշխարհային տեսակով, այսինքն մենք այսօր համաշխարհային ազգ մնենք իր ամեն տարբեր տեսակի դրսևորումներով եւ հարստություններով եւ բագասներով, բայց ասի գուզեմ նախ իբր հիմնական գեդը նշել կալով թե ուր գուզեմ հասցնել այդ հարցումին իբր պատասխան։ Այս առումով պատմական վիճակը լալով չեմ ասել պատմական անցյալի բան, այսինքն մենք իրականություն մնենք եւ այս սփյուռքյան իրականությունը ունի 3 կարևոր ասենք կոյադևման սույներ նվազագույն իմ գարձիկովս ան առաջինը այս ասենք ճակատագրի մաս գազմող համայնք մնի համաշխարհային ազգը կգնանք ասել երկրորդը այս եւ ասոր մեջ կուկա հավաքական հիշողությունը անշուշտ է հավաքական հիշողությունը այդ գործված ասենք հայրենիքին եւ սփյուռքյան իր պատմության դարբեր տեսակի այսինքն ժառանգինալ երկրորդ հիմնական սույսը գաբը այդ հայրենիքին հետ այսինքն եւ այսօր Հայաստանը իբր հանրապետություն եթե առնենք իբր պետություն այդ հայրենիքեն այո մասն է բայց եւ արիթու գուտա այդ գաբը այսինքն պետության միջոցավալ ունենալ եւ այսինքն մենք փախտավոր ենք իրականության մեջ փախտավոր ենք սփյուռք ունենք եւ պետություն ունենք եւ երրորդ հիմնական նորեն իրականությունը կամ բնույթը անալ գաբն է ասենք այդ օդար երկրին հետ որը իրականության իր նոր երկիրն է նոր
ինքնության, այսինքն եւ միշտ այս երեքի մեջ ինքնության այդ շարժումը կա։ Հիմա այս նկատի ունենալով Սփյուռքին հիմնական առաքելությունը արդարության պայքարն է հանուն իր այսինքն այս վիճակին եւ համամարտկային իմաստովալ այսինքն այս առաքելությունը համամարտկային պայքար մնալ է արդարության պայքար է այո ցեղասպանության հիմնահարցը եւ այստեղ կան մի քանի ասենք Սփյուռքի մեջ կամ Սփյուռքի բնույթի հատկանիշ գեդեր որոնց կուզեմ անդրադառնալ գարչ իդ կանցնել կոնկրետ այդ հարցումին պատասխանին այս հիմքին մեկնելով անդրադառնալով Արցախի հարցին որտեղ Արցախի տեղի ունեցածը 2023-ին ցեղասպանություն է եւ մենք այստեղ ասելիք ունենք պիտի անդրադառնամ ավելի մոդեն ինչ կրնանք գնել հատկապես Եվրոմիության այս քաղաքական համայնքի կակատնաժողովին առաջ ուրեմն նախ Սփյուռքի բնույթի մեջ շատ կարևոր գետ մգա որ այո մենք ներքին մեր ռազմավարության մեջ կամ օրագարքին վրան Սփյուռքի ոչ թե պահպանումը այլ Սփյուռքի կյանքը զարգացնելու օրագարք ունենք եւ այդտեղ կմիանամ բարոն Զանոյանի այդ բանից այսինքն մեր հաստատությունները վերազորացնել նոր տեսակի ձևով ասենք ուժ տալ իրենց Սփյուռքի կարևոր գեդերեն մեկ կամ հատկություններեն մեկը դա այն է որ communication networks այսինքն հաղորդակցության ցանցեր եւ ասի տարերու մեջ եղած է երբ ժամանակին ինտերնետ չեղած բայց հայ վաճառականները կդած են ձևը այսինքն գաբը լալ եւ այդ ձևով վաճառականության իրենց ասենք հաջողություններ ունեցած են Վենեդիգի ժամանակ եւ այլն այստեղ շատ կնանք խորանալ կարևոր ուրիշ get մնալ ուրեմն internalized communication codes այսինքն վստահ որ դեսած եք ադի կամ ապրած եք որ Ուրուգվային մեգումը հանդիպած եք հայ Սփյուռքեն կամ ոյ մեկ ուրիշ երկիր է եւ հասկացողություն եղած է գարկ հիմնագետերու մեջ որ ցեր ասենք նույնիսկ ամենաօսիալ ուրիշ ասկերու կամ ժողովուրդներու ընկերներուն հետ չեք ունենալ այդ հասկացողությունը եւ ասոն արավելություններ են այս ասենք ճշմարտության եւ արդարության պայքարի մեջ կորձելու համար եւ ունենք մենք multiplicity in institutions այսինքն հաստատություններու շատ դարբեր տեսակի բամը որ մեզի ջգնություն կուտա աշխարհին կալով Արցախի հիմնահարցին եւ Եվրոպայի մեր գարելիությունը այս եկող ամիս Եվրոպայի բոլոր երկիրները Genocide Convention-ի մագի ուրեմն ստորագրած են Genocide Convention-ը եւ մենք եթե այս դիտանգույնեն մոդենանք եւ բահանջենք կամ այդ հարցը բարձրացնենք որ դուք բարդավոր եք կանխեցնելու գեցնելու ցեղասպանությունը որտեղ ցեղասպանությունը տեղի կունենա այսինքն իրենք բարդավոր են իբր ստորակալներ պետությունները կանխեցնելու բայց իրենք կփախին այդ իրականությունեն եւ ամեն մեկ երկիրը իր բաժար ունի բայց իրենց պետք է հիշեցնենք կամ Գերմանիայի օրինակով ճիշտ այս հարցով դիմեցի ես արդեն 2024-ին Գերմանիա արտաքին գործնախարարության մեկ հարցումով որ դեղի ունեցածը Արցախի 23-ի բռնի տեղահանումը the risk of genocide որ գա դուք այդպես կտեսնեք կամ չեք տեսնել այդ հարցումը ուղարկեցի եւ պատասխան ստացա որը ընդհանրապես թյուրին չեն պատասխանել բայց
անդեղեն սկսավ գործընթացը, որտեղ իրենք կփորձեն փախել։ Եվ ճիշտ այս առումով կուզեմ առաջարկ մնել Եվրոպայի ասենք մեր այստեղ ներկաներուն Պետական գարույցներուն այս երկու հարցումը հարցնել եւ տեսնել ինչ գործընթաց պիտի սկսի։ 2023-ի սեպտեմբերի մագի զսկուշացումեն յետք որ զսկուշացուց որ there is the risk of genocide արդյոք ծեր գարավարությունը գադարած է կնահատումներ որոնք կհերկեն ցեղասպանության վտանգը այսինքն ճիշտ եթե իրենք այդ վերլուծում ըրած են որ կհերկե ուրեմն այսինքն այդ Ձուղագի մեջ պիտի ինան, այսպիսի հարցումն է։ Ես ցեզի գտնամ զադին այսօր մասին մանրամասնություններ ալդալ, եթե հետաքրքրված եք։ Իսկ երկրորդը ինչ կորցնական քայլեր ցերն այսինքն ըրած եք երկկողմանի Եվրոմիության կամ այլ հարթակներու մեջ այդ վտանգը կանխելու համար։ Եվ այս հարցումը երբ օրինակ պատգամավորներուն հիմա կղրգեմ Գերմանիո իրենք կարծանակրեն եւ իրենք պատրաստ են ցեղասպանության դիտանկույնեն այս հարցը կնարգելու բայց ասի շատ աշխատանքի գարոտ ունի այսինքն 1 2 3 անցի հարց չէ բայց գտեսնեմ որ իրենք պատրաստ են այս ուղղությամբ այսինքն լսելու եւ մանավանդ Արցախայության հարցը որտեղ նոր են արդարության հարցն է, ցեղասպանության հարցն է եւ գբարդավորե այդ երկիներու որոնց քաղաքացիները մենք ենք։ Ես իբր գերմանացի կխոսեմ, ինձ մարտիկ կուքան գսեն Հայաստանի գարավարությունը գնալալ ուրիշ գեցված կունենա, ես կսեմ մենք այս հայ համայնքի քաղաքացի լալու դեսանգույնեն կբահանջենք մարդկային հարցն է դուք բարդավորված եք բամենելու եւ իրենց այս ծևով գհրենք եւ գործընթաց կմնա այսինքն այս երկու հարցումները եթե ուղենք Եվրոպայի երկիներու ղեկավարներուն այս կակատնաժողովեն առաջ հիմք մտրած պիտելանք անոր կողքին պետք է մեր ասենք Եվրոպահայ իրականությունը իր բազմադեսակ ասենք ծևերով այս հարցը բարձրացնի գնա այսինքն social media posting-ը սկսի պիտի ասեն social media-ն ինչ կնե բայց մասնակցության ծև մնե եւ այս ասենք քաղաքական նամակով գնա բանալալ դրսևորվի տարբեր ծևերով գաբվիլ անմիջապես այսինքն այդ շրջանի պատգամավորին հետ որ այս հարցը բարձրացնի իր կառավարության հետ եւ այստեղ մենք հաջողություններ պիտի ունենանք եւ օրագարկի պիտի բերենք որովհետեւ այս կակատնաժողովը Երևանի մեջ որ դեղի պիտի ունենա մենք կրնանք դարձնել իբր հաղթանակ եւ մենք իբր համայն հայությամբ հաղթանակ պետք ունենք երբ որ օրագարկի բերենք իդ ռազմակերիներուն հարցը բադանտներուն հարցը եւ Արցախի ցեղասպանության հարցը իսկապես պետք է իրեն անունով անվանել եղածը ցեղասպանությունը եւ դեղի գունենա այսինքն ցեղասպանությունը 2023-ին չէ որ եղավ եւ վերջացավ եւ այդ է որ գբարդավորե գեցնել այն եւ այստեղ այդ բոլոր ստորակրյալ երկիրները պետք է գործի անցին եւ մեր բարդավորությունն է որ իրենց մղենք, իրենց արտնցնենք, իրենց ցավցնենք եւ այստեղ է սպյուրքի այդ մույս կետերեն ուժերեն մեկը մենք այդ ջգունություն ունենք եւ վստահ եմ մեծ արիթմն է Արցախի այս հիմնահարցը ցեղասպանության կոնվենշնի դիտանգույնեն օրագարկի բերել եթե շարժինք եւ աշխատենք եւ անեղավ 15-ի ցեղասպանութենին իդ Սարտարաբադի պատգամը որ 3 տարի իդ այսինքն հանուն ամբողջ ասկը ոտքի լավ իր ամենեն
չնչին գարելություններով նույնիսկ եւ հաղթահարեց այդ իրավիճակը եւ այսօր մենք շատ ավելի միջոցներ ունենք, բայց գնալալ քիչ մծուլացած ենք։ Սիրենք աշխատանք եւ օգտվենք այս իսկապես պատմական արիթեն պատկամը հասցնելու իբր եվրոպացիներ, իբր գլոբալ ասկ այդ ասենք Երևան կացող քաղաքական բոլոր անձերուն, որոնք գժխտեն ցեղասպանություն եւ իրենց արիթը դասը իրենք պիտի զղտեն, իրենք պիտի ուրանան, իրենք արդեն այդ կուզեն։ Այս կա։ Շնորհակալություն, պարոն Գոգեբ։